Տիկին Ղազարյան, պարոն Հովհաննիսյան, վստահ եմ տեղյակ եք, որ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբմամբ է հանդես եկել եւ հայտարարում է, որ առաջիկայում նախատեսում են փողոցային պայքար գեներացնել։ Մեջբերում նրա օրերս խմբագիրների հետ տեղի ունեցած հարցուպատասխանից Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700,000 գլխի հետ, հայտարարել է պարոն Կարապետյանը եւ նշել է, որ միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Եթե տեսնենք վաղը անում ենք ու վերջացնում ենք այս ադրբեջանա-թուրքական կինոն, ուրեմն կանենք, եթե տեսնենք մի ամիս է պահանջվում, կանենք մի ամիս։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես շնորհավորում եմ Սամվել Կարապետյանին, որ ուրեմն երկար փորձերից հետո այդ մի նախադասությունը կարողացել է արտաբերել։ Ես որքան հասկացա, ինքը 3 առաջորն էր հարցազրույց տվել, մոտավորապես 30 ժամ հետո, դաժանակիր աշխատանքից հետո մոնտաժողները կարողացել են տեսքի բերել այդ հարցազրույցը, ես խայտառակություն եմ համարում առհասարակ այդ, եթե կարելի է դա հարցազրույց համարել, այդ բեմականացումը այդ խմբագիրների հետ, ես ամաչում եմ այդ խմբագիրների փոխարեն որպես նախկին լրագրող, որ կարող են նստել լսել այդ բարբաջանքները, հետո գնալ 30 ժամ մոնտաժել այդ բարբաջանքները, դրանցից սարքել մի տեքստ, որը նաև դուք երևի ընթերցելիս դժվար հասկացաք, թե ինչ եք փորձում ուրեմն վերարտադրել։ Ինչ վերաբերվում է ուրեմն փողոցային պայքարին, ավելի ճիշտ վերադառնալով հարցի այն կտորին, որ մարդը կոչում է գլուխներ, դե եթե մարդիկ գնացել են փող են բաժանել, այդ եղանակով են մեծամասամբ իրենց քվեները ստացել, մանդատագողությամբ են զբաղվել փող բաժանելով, փորձել են Հայաստանի Հանրապետությունը վաճառել իրենց տերերին, էլ ինչպես պետքա խոսա ինքը իր ընտրողների մասին։ Ու այդքանից հետո էլ մտածում եմ, որ ինչ որ մարդ պետքա դուրս գա, ուրեմն կանգնի իր կողքը, ինչի կողքը պետքա կանգնի մարդը, ես ուզում եմ հասկանամ։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի կողքը պետք է կանգնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել էլ չենք կարող։ Ինչ վերաբերում է, որ ասում են դե մենք ընդդիմադիրներով կհավաքվենք, իրանք ընդդիմադիրներով վաղուց են իրար հետ հավաքված, նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն են իրենց պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ականջներով, էլ չգիտեմ ինչերով, եւ հետեւաբար պարզից էլ պարզա, թե մենք ում հետ գործ ունենք, ջախջախվել է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը եւ ջախջախվելու է առաջիկայա խորհրդարանում նաեւ, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնեն մանդատներ եւ գան խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք այս խորհրդարանում։ Այսքանը կարող եմ ասել, եթե գործընկերս հավելելու բան ունի, խնդրեմ Տիկին Ղազարյան։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։